ԱՄՆ դաշնային կառավարության արդյունավետության հսկման դեպարտամենտի ղեկավար միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք վատնվել է $500 միլիարդ։ Նման հայտարարությունն արել է հիմք ընդունելով ԱՄՆ հաշվիչ պալատին ներկայացրած թվերը։ Մասկը ասել է, որ ներկայումս արվում է ամեն բան այդ վնասի վերականգնման եւ ամերիկացի հարկատուների վճարած գումարները խնայելու համար։ Fox Business-ը նշում է, որ Մասկը հույս ունի, որ ամերիկյան դաշնային կառավարության ծախսերը կկարողանա կրճատել $2 տրիլիոն։ Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան ավարտել են բանակցությունները Ջիդդայում եւ դրանք երկրորդ օրով երկարաձգելու ծրագրեր չկան, գրում է Financial Times-ը։ Ավելի ուշ կողմերը համատեղ հայտարարություն կներկայացնեն։ Ջիդդայում Միացյալ Նահանգներ Ուկրաինա բանակցությունները դրականորեն արդյունավետ էին, հայտարարել են Սպիտակ տանը։ Բանակցությունների առաջին փուլի ընթացքում քննարկվել է մասնակի հրադադարի հարցը, որը վերաբերում է միայն երկնքին եւ ծովին, հայտնում է Suspline-ը հղում անելով աղբյուրին։ Թե ինչպես է ԱՄՆ-ն արձագանքել այս առաջարկին չի նշվում։ Կողմերը քննարկել են նաև ընդերքի համաձայնագիրը եւ ռեսուրսների հետ կապված հարցեր։ ԱՄՆ պետքարտուղարությունը լավատեսություն է հայտնել, որ Սաուդյան Արաբիայում կայացած երկխոսությունը կնշանավորվի մարդկության համար աներևակայելի դրական լուրերով։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 11-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլահերթիի հետ, հայտնում է ՄԻՊ-ի աշխատակազմից։ Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում խտրականության, ատելության խոսքի, անհանդուրժողականության, մթնոլորտի հաղթարման, ազատությունից զրկման վայրերում իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են ՄԻՊ հաստատությունների եւ իրավապաշտպանների գործունեության երաշխավորման համար անվտանգ միջավայրի առկայության կարեւորությանն առնչվող հարցեր։ Պաշտպանը հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու հանգամանքին։ Անահիտ Մանասյանն ընդգծել է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ պաշտպանի եւ ՄԻՊ հաստատության համագործակցության կարեւորությունը։ Ի թիվս այլնի քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր, ասված է հաղորդագրության մեջ։ Ժամը 6-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են դեպքի վայր են մեկնել ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ եւ 1 օպերատիվ խումբ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավել են 17 փրկարարական ծառայող, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության, փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 13 փրկարարական ծառայող, Արագածի հեկի 1 աշխատակից եւ ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ։ Աշխատանքներին ներգրավել են նաև Armenian Helicopters ընկերության 1 ուղղաթիռ։ Ժամը 10:15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին։ Ադրբեջանցիները քանդել են օկուպացված Արցախի հանրապետության կառավարության շենքը։ Այս մասին տեղեկանում ենք Տելեգրամյան ալիքներից։ Դեռ ամիսներ առաջ նրանք կառավարության շենքի վրայից հեռացնում էին Արցախի զինանշանը։ Ավելի վաղ նրանք քանդել էին նաև Արցախի ազգային ժողովի շենքը, այլ շենք շինություններ, բնակելի թաղամասեր։ Հայաստանն այս պահին բավականին դինամիկ երկխոսություն է վարում Թուրքիայի հետ։ Այս մասին հնդկական Վիոն լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հայաստանը 4 հարևան ունի, մեկ արևելյան հարևանը Ադրբեջանն է, որի հետ մենք փորձում ենք հաստատել խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ, շրջելով տարածաշրջանում թշնամանքի էջը։ Մեր արևմտյան հարևանը Թուրքիան է, որի հետ Հայաստանի սահմանները փակ են արդեն 3 տասնամյակից ավել։ Այս պահին մենք բավականին դինամիկ երկխոսություն ենք վարում Թուրքիայի հետ, որի նպատակն է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանների բացումը։ Մինչ այժմ մեզ հաջողվել է որոշակի փոքր, բայց շոշափելի քայլեր կատարել, սակայն մի շարք պայմանավորվածություններ դեռ չեն իրականացվել, ասել է նա։ Միրզոյանը նշել է, որ արդեն համաձայնեցրել են սահմանը նախ պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։
Վերջին կետն առայժմ կյանքի չի կոչվել, բայց մենք շարունակում ենք երկխոսությունը եւ եւս մեկ անգամ, եթե հարաբերությունները լիովին կարգավորվեն, դա շահավետ կլինի ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի եւ դրա սահմաններից դուրս գտնվող մի շարք այլ դերակատարների համար։ Մեր մյուս երկու հարևանների՝ Հյուսիսում Վրաստանի եւ Հարավում Իրանի հետ երկար տարիներ շարունակ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել եւ կենտրոնացած ենք այդ կապերի խորացման վրա։ Մենք հասկանում ենք, որ դուք հատկապես հետաքրքրված եք Իրանի հետ հարաբերություններով, քանի որ աշխարհագրական տեսանկյունից, երբ դիտարկում ենք Հնդկաստանն ու Հայաստանը, ակնհայտ է, որ մենք ձգտում ենք խորացնել մեր կապերը։ Իհարկե, պետք է ուշադրություն դարձնենք նաև այն երկրներին, որոնք գտնվում են մեր միջև։ Եվ Իրանն անկասկած այն երկիրն է, որի հետ համագործակցությունը խորացնելու ենք, մեծ հետաքրքրություն ունենք, այդ թվում ձեր նշած եռակողմ ձևաչափում, հավելել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը։ Վրաստանի դատարանը նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման, 9 միլիոն լարիի մոտ 3,2 միլիոն դոլար բյուջետային միջոցների յուրացման գործով, հայտնում է Մտավարին։ Սաակաշվիլիին նաև 3 տարով արգելել են զբաղեցնել պետական պաշտոններ։ Նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել դեռ 2014 թվականին, երբ նա գտնվում էր ԱՄՆ-ում։ Ըստ քննիչների, Սաակաշվիլին բյուջեի միջոցները ծախսել է անձնական կարիքների վրա։ Մասնավորապես, ըստ դատախազության խոսքը վերաբերում է հյուրանոցների վճարմանը, Իտալիայում զբոսանավերի վարձույթին, խոհարարի, մերսողի ծառայությունների վճարմանը եւ այլն։ Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի դեպքում չի ընդունի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի որպես խաղաղապահների ներկայությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալին, Լարո Ջոնսոնին եւ Էնդրյու Նապոլիտանոին տված հարցազրույցում։ Հարցին, թե ինչ պայմաններում Ռուսաստանը կարող է ընդունել ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի որպես խաղաղապահների ներկայությունը Ուկրաինայում, Լավրովը պատասխանել է. միանշանակ մերժելով համապատասխան նախաձեռնություն մշակելու ցանկացած տարբերակ։ Ոչ մի դեպքում մեզ հետ ոչ ոք չի խոսում, նրանք անընդհատ ասում են ոչինչ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի, բայց ամեն ինչ անում են Ռուսաստանի դեմ առանց Ռուսաստանի։ Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարցրին խաղաղապահների մասին, նա ասաց, որ դեռ վաղ է դա քննարկել, բայց սովորաբար դա պահանջում է բոլոր կողմերի համաձայնությունը։ Ինչու պետք է համաձայնվենք խաղաղապահ ուժերի կամ խաղաղապահ խմբի ներկայությանը։ Նրանք ուզում են, որ նման ուժը բաղկացած լինի մեծ թշնամի հայտարարած երկրներից։ Նրանք կգան այնտեղ որպես խաղաղապահներ, ասել է նախարարը։ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են ցանկացած վայրում շարունակել շփումները ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները պահպանելու համար։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Ջիդայում ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո Երմակը հույս է հայտնել շարունակական շփումների համար։ Իհարկե, մենք կհանդիպենք, հուսով եմ, ԱՄՆ-ում, Ուկրաինայում եւ այլ վայրերում, եթե մեզ հրավիրեն Սաուդյան Արաբիա, մենք ուրախ կլինենք նորից գալ, ասել է նա Ռադա Սալիքի ճեպազրույցում։ Նույն ճեպազրույցում Զելենսկիի գրասենյակի ղեկավարը նշել է, որ հանքային ռեսուրսների մասին համաձայնագիրը կստորագրվի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն հարմար գտնի։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության USAID ղեկավարությունը հրամայել է աշխատակիցներին ոչնչացնել փաստաթղթերը, առաջին հերթին պաշտոնական։ Այս մասին հայտնել է Պոլիտիկո պարբերականը, հղում կատարելով ծառայողական շրջաբերականին։ USAID-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Էրիկա Քարը կարգադրել է անընդհատ մանրացնել եւ այրել փաստաթղթերը, որոնք գտնվում են գործակալության Վաշինգտոնի կենտրոնակայանի արխիվում։ Գաղթի պահարանների նյութերը եւ անձնական թղթապանակները ենթակա են անհապաղ ոչնչացման։ Բացի արխիվների ոչնչացումից, դրանց զբաղեցրած տարածքները եւս կփոխանցվեն այլ գերատեսչությունների՝ ԱՄՆ իմիգրացիոն եւ մաքսային ոստիկանությանը։ Միացյալ Նահանգները նաեւ դադարել է ֆինանսավորել ՄԱԿ մարդու իրավունքների գծով գլխավոր հանձնակատարի վարչության որոշ նախագծերը, այդ թվում Ուկրաինայի վերաբերյալ, ինչը հանգեցրել է մի շարք ծրագրերի փակման։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ըստ ամենայնի հետ է կանգնել ավելի վաղ հայտարարված կանադական մետաղների մաքսատուրքերը կրկնապատկելու մասին։ Իր խոստումից, որոնք այսօր ցնցել են շուկաները, հայտնում է NBC News-ը։ Թերևս այդպես է, պատասխանել է Թրամփը լրագրողների այն հարցին, թե արդյոք նա կնվազեցնի կանադական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը, որոնք ինչպես Թրամփը խոստացել էր 25-ից 50% կկազմեն։ Մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու ժամկետների առնչությամբ ԱՄՆ նախագահն ասել է. «Ես
ձեզ կտեղեկացնեմ։ Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր կրկնապատկել կանադական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը սկսած չորեքշաբթի օրվանից ի պատասխան Օնտարիոյի նահանգին մատակարարվող էլեկտրաէներգիայի վրա 25% մաքսատուրքի սահմանման։ Դա նախորդել էր Օնտարիոյի վարչապետ Դուգ Ֆորդի Կանադայից էլեկտրաէներգիայի ներմուծման հավելավճար սահմանելու խոստումից հրաժարվելուն։ Գրենլանդիային դիմադիր դեմոկրատական կուսակցությունը, որը հանդես է գալիս անկախության հանրաքվեի օգտին, Գրենլանդիայի ընտրություններում հաղթում է 29.9%-ով։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը հղում կատարելով պաշտոնական տվյալներին։ Val-Gale կայքի տվյալների համաձայն նրան հաջորդող վարկանիշային ընդդիմադիր կենտրոնամետ Նալերակ կուսակցությունը, որը ձգտում է կղզու շուտապույտ անկախությանը, հավաքել է 24.1%։ Երրորդը Inuit Ադգադգեյթն է, որը նախորդ խորհրդարանական ընտրություններում 31 պատգամավորական մանդատներից ուներ 12-ը։ Այս քաղաքական ուժը, ինչպես նաև CM-ը խորհրդարանում ուներ 10 մանդատ, աջակցում են անկախության հանրաքվեի անցկացմանը, սակայն դեռևս չեն որոշել համաժողովրդական հարցման ժամկետը։ Դանիայի հետ 2009 թվականի համաձայնությամբ Գրենլանդիան կարող է անկախություն ձեռք բերել, բայց միայն հանրաքվեի անցկացումից հետո։ Թեև Գրենլանդիայում լայնորեն տարածված է լիակատար ինքնիշխանության աջակցությունը, ոմանք վստահ չեն, թե ինչ կնշանակի դա կղզու պաշտպանության եւ տնտեսության համար, եթե նա որոշի գործել ինքնուրույն, նշվել է հրապարակման մեջ։ Երեկ Երևանում մեկնարկել է Էխո Եվրասիա կինոֆեստը կինոֆորումը, որը կտևի մինչև մարտի 13-ը։ Հետխորհրդային երկրներում արտադրված վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմեր կցուցադրվեն երևանյան էկրաններին։ Փառատոնի հիմնական նպատակներն են փորձի փոխանակումը երկրների կինոարտադրության ոլորտում, ինչպես նաեւ աջակցությունը երիտասարդ տաղանդավոր կինոգործիչներին։ Այն կմիավորի ոլորտի մասնագետներին, կառաջարկի կրթական մոդուլներ, վարպետության դասեր, հանդիպումներ հայտնի դերասանների հետ եւ կցուցադրի Եվրասիա կինոֆեստը փառատոնի լավագույն ֆիլմերը։ Փառատոնի մասնակիցներից վավերագրող Աշոտ Գևորգյանը նշեց, որ սա առաջին միջոցառումն է Հայաստանում, մինչ այդ ավելի մեծամասշտաբ միջոցառում է տեղի ունեցել Ռուսաստանում։ Կինոփառատոնները ոչ մի երկրին ոչինչ չեն տալիս։ Եվրասիայում կան տարբեր ծրագրեր, որոնք տարբեր նպատակներով են արվում, դոկումենտալ ֆիլմերը, ուսանողների ֆիլմերն են ֆինանսավորվում, փորձի փոխանակում է տեղի ունենում։ Սովետական ֆիլմերի դեպքում ազգային ինքնությունն է մեջը, իսկ հիմա նկարում են թիթեռ ֆիլմեր։ Իհարկե, որպես էքսպերտ ֆիլմերում ուշադրություն եմ դարձնում նաև դրա վրա, եթե կինոն ազգային հիմքերից հեռու է, ապա այդ կինոն չի ստացվում, նշել է Աշոտ Գևորգյանը։ Էխո Եվրասիա կինոֆեստը ոչ կոմերցիոն նախագիծ է, որն ուղղված է ԵԱՏՄ երկրներում երիտասարդ տաղանդների աջակցմանը եւ մասնագիտական համայնքի զարգացմանը։ Պակիստանի անվտանգության ուժերն ազատել են գրոհայինների կողմից առևանգված գնացքի 155 ուղևորի, անորոշ է մնում դեռևս 300-ի ճակատագիրը։ Ընդ որում օպերացիայի ժամանակ 30 ծայրահեղականներ են սպանվել ուժայինների կողմից։ Ծայրահեղականները պայթեցրել են երկաթգիծը, իսկ հետո կրակ բացել գնացքի վրա։ Վիրավորվել է վագոնավարը։ Հարձակման ժամանակ տեղի ունեցել փոխհրաձգություն գնացքի անվտանգության ծառայության աշխատակիցների եւ զինյալների միջև։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը, հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։ Ուժայինները շարունակում են մնացած ուղևորներին ազատելու գործողությունը, հայտնի չէ նաև ուղևորներին պատանդ վերցրած ծայրահեղականների ստույգ թիվը։ Հաղորդվում է, որ ազատ արձակված 17 պատանդ հոսպիտալացվել է անհետաձգելի բժշկական օգնության համար։ Միջազգային մամուլը հայտնում է, գրոհայինների հարձակումներից հետո գնացքը պարտադրաբար քշել են դեպի հեռավար Աֆղանստանի եւ Իրանի սահմանի մոտ։ Պատանդներին ազատելու հատուկ գործողության մեկնարկից հետո զինյալները բաժանվել են փոքր խմբերի։ Պակիստանի ուժայինների օպերացիան երբեմն բարդանում է, քանի որ գրոհայինները պատանդներին օգտագործում են որպես կենդանի վահան։ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում կանտոնների խորհրդում մարտի 18-ին տեղի ունենալու քննարկում նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ բռնի տեղահանված հայերի վերադարձի ապահովմանը։ Բանաձևի համաձայն կազմակերպվելիք համաժողովի նպատակն է լինելու դյուրացնել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը հայ բնակչության անվտանգ եւ հավաքական վերադարձի շուրջ, միջազգային դերակատարների հսկողությամբ կամ ներկայությամբ։
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթման պատճառով մոտ 300 ընտանիք շուրջ 1000 մարդ տարհանվել է։ Ըստ Conrad աղետների վտանգի նվազեցման ազգային ծառայության տվյալների շուրջ 30,000 մարդ վտանգի տակ կարող է հայտնվել։ Հրաբուխը սկսել է ժայթքել Կիրակի լույս երկուշաբթի գիշերը։ Այս պահին լավայի հոսքերը գնահատվում են որպես թույլ եւ չափավոր։ Փրկարարները զգուշացում են, որ մոխրի ուժեղ թափման վտանգ կա։ Տեղի փորձագետների կարծիքով ներկայիս ժայթքումից ավելի քան 5000 քառակուսի կիլոմետր տարածք կարող է տուժել։ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Ստիվ Ուիթքովը պլանավորում է Մոսկվա այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Ըստ հրատարակության տվյալների Ուիթքովի այցը տեղի կունենա ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու Վաշինգտոնի ջանքերի համատեքստում։ Ենթադրվող ամսաթիվը չի նշվում։ Փետրվարի կեսին հենց Ուիթքովն էր մեկնել Մոսկվա Ռուսաստանի կողմից ազատ արձակված ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից եւ ուսուցիչ Մարկ Ֆոգելին տուն տանելու համար։ Ուիթքովը նաեւ ակտիվորեն մասնակցում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված շփումներին։ Բաքվի ռազմական դատարանում այսօր վերսկսում է 22 օր հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի գործով հերթական դատական լսումները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Վարդանյանը փետրվարի 18-ից հացադուլ է հայտարարել ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի։ Նշենք, ըստ մասնագետների 17-18-րդ օրն արդեն հացադուլը սկսում է վնասակար ազդեցությամբ քայքայել ներքին օրգան համակարգը, իսկ Ռուբեն Վարդանյանը 22-րդ օրն է գտնվում հացադուլի մեջ։ Անցած շաբաթ հրապարակված լուսանկարներ նա խիստ հյուծված տեսք ուներ եւ նրա դեմքին կային կասկածելի տրավմատիկ կապտուկներ։ Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ են առկա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Աստանայում Ղազախստանի իր պաշտոնակից Մուրադ Նուրտլեուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե իբր Հայաստանի Հանրապետությունն դեռևս պահպանում է տարածքային նկարտումները Ադրբեջանի նկատմամբ, որ դա խոչընդոտ է Բաքվի եւ Երևանի միջև կայուն խաղաղության ճանապարհին։ Արդեն բավական մեծ ճանապարհ է անցել միջպետական հարաբերությունների կարգավորման եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում, չնայած դրան տևական խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան։ Հիմնականներն են Հայաստանի սահմանադրության մեջ պահպանվող տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ, այդ երկրի սրընթաց ռազմականացումը, աճող ռևանշիստական տրամադրությունները, ասել է Բայրամովը։ Եվրախորհրդարանը մարտի 12-ին լիագումար նիստում կքննարկի Բաքվում ապօրինաբար պահվող հայերի հարցը։ Այս մասին գրել է NV-ը։ Եվրախորհրդի լիագումար նիստում մարդու իրավունքների ժողովրդավարության եւ օրենքի գերակայության խախտման դեպքերի վերաբերյալ դեպատների շրջանակում եվրախորհրդարանականների ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները։ Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները խորագրի ներքո։ Նույն հարցի առնչությամբ հրատաբանաձևը քվեարկության կդրվի մարտի 13-ին։ Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռը մի շարք այլ օդանավերի հետ ստիպված է եղել վայրեջ կատարել Սամարայում։ Սամարայի Կուրումոչ միջազգային օդանավակայանը, որը պայեստային օդանավակայան է, այսօր առավոտյան ընդունել է Մոսկվայի 10 չվերթ։ Այս մասին Ինտերֆաքսին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։ Մարտի 11-ին Հուրգադայից, Դուբայից, Մագնիտոգորսկից, Բիշկեկից, Կարչից, Թերմեզից, Բուխարայից, Երևանից, Տյումենից եւ Կեմերովոյից Սամարայի այլընտրանքային օդանավակայան են ժամանել Մոսկվայի 10 չվերթ։ Ավիաընկերության ներկայացուցիչներն աշխատում են ուղևորների հետ, ասել է օդանավակայանի ներկայացուցիչը։ Մարտի 11-ի առավոտյան Մոսկվայի ավիահանգույցի օդանավակայանները անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու բաց թողումը։ Քրդերը համաձայնել են իրենց քաղաքացիական ու զինված կառույցներն ինտեգրել Սիրիայի պետական կառույցներին։ Այս մասին ասվում է Սարայի նախագահի գրասենյակի երկուշաբթի օրը հայտարարության մեջ։ Քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի ղեկավարությունը համաձայնագիր է ստորագրել Դամասկոսում Սիրիայի պաշտոնական կառավարության հետ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդական ինքնավարության բոլոր քաղաքացիական եւ զինված կառույցները պետական կառույցներին ինտեգրելու վերաբերյալ։ Պարոն Ահմադ Ալ-Շարայի եւ Մազլում Աբդիի հանդիպման արդյունքում երկուշաբթի օրը ձեռք է բերվել պայմանավորվածություն, որը ներառում է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող բոլոր քաղաքացիական եւ ռազմական կառույցների ինտեգրումը Սիրիայի պետական կառույցներին, ներառյալ սահմանային անցակետերը, օդանավակայանները, նավթի եւ գազի հանքավայրերը, նշվում է հայտարարության մեջ։
Համաձայնագրում նշվում է նաև, որ քուրդ բնակչությունը սիրիական պետության անբաժանելի մաս է եւ ունի քաղաքացիական իրավունքներ համաձայն երկրի սահմանադրության։ Այսօր ստորագրված համաձայնագրով կողմերը համաձայնության են եկել նաև ամբողջ Սիրիայում հրադադարի մասին։ Լեհաստանում կալանավորվել է ուկրաինուհի, ով Ղազախստանում դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման կազմակերպված հանցավոր խմբի կազմում 56 երիկամ վաճառելու համար։ Այս մասին ասվում է Լեհաստանի դատախազության հաղորդագրության մեջ։ Գործակալության տեղեկատվության մեջ նշվում է, որ 35-ամյա Քսենիա Պ-ն ձերբակալվել է Լեհաստանի եւ Ուկրաինայի միջև երկաթուղային անցումում Ինտերպոլի կարմիր ծանուցման ներքո։ Դեռ հայտնի չէ, թե ինչու կինը Ղազախստանի բանտում չի գտնվել դատավճռի կայացումից հետո։ Քսենիա Պ-ն Ինտերպոլի կողմից հետախուզվում էր 2020 թվականից։ Նրան կարտահանձնեն Ղազախստան։ Կինը եղել է միջազգային կազմակերպված հանցավոր խմբի անդամ, որը 2017-ից 2019 թվականներին ապօրինաբար հեռացրել է մարդկանց հյուսվածքներն ու օրգանները եւ դրանք վաճառել սև շուկայում։ Բանդայի գործունեությունից տուժածներ կան Ղազախստանից, Ադրբեջանից, Հայաստանից, Ուկրաինայից, Ղարղստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից եւ Թայլանդից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 11-ի որոշմամբ Նանե Ղազարյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ։ Ղեկավարվելով հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով Նանե Ղազարյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ ասված է որոշման մեջ։ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Սեդա Մելքումյանը ազատվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Ղեկավարվելով քաղաքացիական ծառայության մասին օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 37-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով Սեդա Սմվատի Մելքումյանին 2025 թվականի մարտի 11-ից ազատել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից, նշված է որոշման մեջ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում իթևս այլ հարցերի քննարկվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների հարցը։ Հնարավորություն է ստեղծվել եղբայր Իլհամ Ալիևի հետ քննարկելու շատ կարևոր թեմաներ, մասնավորապես Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների հարցը, ասել է Էրդողանը։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հաղթահարել է կրիտիկական փուլը։ Բժիշկները նրա վիճակի կայուն բարելավում են արձանագրել։ Պապի վիճակը կայուն է։ Նախորդ օրերին նկատված բարելավումներն էլ ավելի են ամրապնդվել, ինչը հաստատվում է ինչպես արյան անալիզներով, այնպես էլ կլինիկական արդյունքներով, ասվում է Վատիկանի Vatican News լրատվական պորտալի հաղորդագրության մեջ։ Սակայն ինչպես նշվում է, հաշվի առնելով իրավիճակի բարդությունը, Հռոմի Պապը պետք է բուժումը շարունակի ստացիոնար պայմաններում։ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև շփումները ներկայումս բավականին ինտենսիվ են եւ դրանց մակարդակն ու ձևաչափը հաճախ համաձայնվեցվում են օպերատիվ կերպով։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վետքոֆի Մոսկվա այցի հնարավորությունը։ ԱՄՆ-ի հետ երկկողմ շփումները ներկայումս բավականին ինտենսիվ են։ Դրանց մակարդակն ու ձևաչափերը հաճախ շատ արագ համաձայնեցվում են աշխատանքային ռեժիմով։ Մենք ձեզ տեղյակ կպահենք, երբ իրադարձությունները զարգանան, ասել է դիվանագետը։ Ավելի վաղ Վիտքոֆը հայտնել էր, որ ակնկալում է 5-շաբթի օրը մարտի 13-ին Մոսկվայում հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ԱՄՆ-ին կանադական մեքենաներ, էներգիա կամ փայտանյութ պետք չէ եւ Կանադայից ներկրվող բոլոր ապրանքները ապրիլի 2-ից կենթարկվեն ԱՄՆ 25% մաքսատուրքերի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Կանադան օգտվում է մաքսատուրքերից, միշտ այդպես է եղել, բայց ԱՄՆ-ն այլևս չի պատրաստվում սուբսիդավորել Կանադային։ Մեզ պետք չեն ձեր մեքենաները, մեզ ձեր փայտը պետք չէ, ձեր էներգիան պետք չէ եւ շատ շուտով դուք դա կհասկանաք։ Ամերիկան կրկին մեծ կդարձնեն, գրել է Nair Truth Social սոցիալական ցանցում։ Չնայած Կանադան ԱՄՆ-ից գանձում է 250-390% մաքսատուրքեր, մեր գյուղմթերքներից շատերի համար Օնտարիո նահանգը հենց նոր հայտարարեց էլեկտրաէներգիայի 25% մաքսատուրքերի մասին։ Ասել է Թրամփը, մեկնաբանելով Օնտարիոյի որոշումը 25% մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ, Մինեսոտա, Միչիգան եւ Նյու Յորք նահանգներ մատակարարվող էլեկտրաէներգիայի վրա։ Քանի որ մեր սակագները փոխադարձ են, մենք պարզապես ամեն ինչ հետ կվերադարձնենք ապրիլի 2-ին, ավելացրել է նա։
Կանադան Միացյալ Նահանգների էներգիայի հիմնական մատակարարն է, 2024 թվականին նրան բաժին է ընկել ԱՄՆ նավթի ներմուծման մոտ 60%-ը, օրական մոտ 3.8 միլիոն բարել, բնական գազի ներմուծման 80%-ը մոտ 65 միլիարդ խորանարդ մետր եւ էլեկտրաէներգիայի զգալի մասնաբաժինը 40 տերավատ-ժամ, որը կազմել է ԱՄՆ ընդհանուր սպառման մոտ 1%-ը։ Օնտարիո նահանգի ղեկավարության որոշումը կանդրադառնա ամերիկյան մոտ 1.4 միլիոն տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների վրա, որոնք կախված են կանադական էլեկտրաէներգիայից։ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ Ջիդա քաղաքում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի եւ Ուկրաինայի միջև հարաբերությունները, ինչպես նաեւ ուկրաինական ճգնաժամին առաջվող վերջին իրադարձություններն ու հանգամանքները։ Գահաժառանգը Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելուն ուղղված ցանկացած միջազգային ջանքի։ Զելենսկին Սաուդյան Արաբիայից ժամանել։ Մարտի 10-ին նա բանակցություններից հետո հեռացել է Ջիդայից եւ չի մասնակցի մարտի 11-ին կայանալիք ամերիկա-ուկրաինական բանակցություններին։ Իսկ ուկրաինական պատվիրակությունը, որի կազմում են նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտգործնախարար Անդրեյ Սիբիհան եւ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը կհանդիպեն ամերիկյան պատվիրակության հետ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարները։ ԱՄՆ-ի կողմից բանակցություններին կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուելսը եւ ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Ստիվ Ուիթքոֆը։ Ուիթքոֆի կարծիքով Ջիդայում հանդիպումը թույլ կտա առաջընթացի հասնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Ուկրաինան իրականացրել է պատերազմի ընթացքում ԱԹՍ-ներով խոշորագույն գրոհ Ռուսաստանի Դաշնության վրա արձակելով 337 անօդաչու կազով։ Ռուսաստանի Դաշնության ՀՕՊ համակարգերը մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում 337 անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Սա Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերով ամենախոշոր հարձակումն է 2022-ի փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր։ Նշվում է, որ 126 ԱԹՍ է խոցվել Կուրսկի, 91 Մոսկվայի եւ Մերձ Մոսկվայի, 36 Բրյանսկի, 25 Բելգորոդի, 22 Ռիազանի, 10 Կալուգայի, 8 Լիպեցկի, 8 Օրլովի, 6 Վորոնեժի, 3 Նիժգորոդի մարզերի օդային տարածքներում այս պահին Մոսկվայի մարզում հայտնի է 1 զոհի եւ 5 վիրավորի մասին։ Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո, Շերեմետյովո եւ Ժուկովսկի օդանավակայաններում օդանավերի ժամանման եւ մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս հարձակումը կապել է ԵՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի Մոսկվա կատարած այցի հետ։ Պաշտոնյան պետք է բանակցություններ վարի Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ ԱՄՆ-ից Ուկրաինա ռազմական մատակարարումները վերսկսելու, ինչպես նաև հետախուզական տվյալներ տրամադրելու մասին որոշում կարող է կայացվել, եթե ամերիկյան պատվիրակությունը գոհ հեռանա Կիևի ներկայացուցիչներից։ Այս մասին հայտնել է Ամերիկայի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Տեսնենք, թե ինչպես կընթանա բանակցությունները վաղը։ Կարծում եմ, որ եթե մենք դուրս գանք հանդիպումից եւ գոհ լինենք դրանից, կկարողանանք զեկուցել նախագահին եւ կարծում եմ կընդունվեն որոշումներ ընթացիկ դադարի մասին, ասել է նա։ Իտալիայի չեմպիոն Միլանի Ինտերիե կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Ֆեյենորդի դեմ Չեմպիոնների լիգայի 1-8 եզրափակիչի պատասխան խաղից։ Ինտերիե տանը 2-1 հաշվով հաղթել էր հոլանդական Ֆեյենորդին եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Հայաստանի հավաքականի նախկին ավագը մասնակցել էր ամբողջ հանդիպմանը։ Առաջին խաղում Ինտերիե Ֆեյենորդին հաղթել էր 2-0 հաշվով։ Քառորդ եզրափակիչում Ինտերիե մրցակիցը կլինի Մյունխենի Բավարիան։ Իսկ այժմ մարզական լուրերից շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի 10 մասնակցով։ Ռումինիայի Ֆորի քաղաքում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությանը կմասնակցեն Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովանիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտուր Դավթյանը, Սարգիս Սարգսյանը, Վահան Նալբանդյանը, Արսեն Դավթյանը, Հայկ Երիցյանը։ Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Ռումինիայում։ Այն կմեկնարկի մարտի 15-ին եւ կեզրափակվի 26-ին։ Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցում է 390 շախմատիստ։
Երևանում մարտի 11-ից 3-ը 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 11-ից 3-ը 12-ին սպասվում է նույնպես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 11-ից 3-ը 12-ին 16-ին աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։